Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, բարի օր, Աստծով օրհնված օր եմ մաղթում բոլորիդ, եղեք բարի և բարին կամեցեք, ինչքան հուր կա իմ սրտի մեջ, բոլորը ձեզ, ինչքան կրակ ու վառ խնդուն, բոլորը ձեզ, այս գեղեցիկ ծաղիկներով և գեղեցիկ տողերով էլ սկսում եմ իմ նոր հոլովակը, իմ շատ սիրելի բաժանորդներ, սիրելի հետևորդներ ջան, հիմա միասին մեր պարտեզով մի հատ էքսկուրսիա կանցնենք, տեսնենք, թե ինչքան են բարձրացել, գեղեցկացել, արդեն լավ ծաղկում են մեր պարտեզի ծաղիկները, տեսնում եք Շամբերանն էլ է մեծացել, բայց մեխակները, այս փոքրերը շաբո մեխակներ են, որոնք շատ, տեսնում եք այս շաբո է, շատ անուշ հոտ ունի, այս թուրքական մեխակի համար խենթանում եմ, շատ եմ սիրում, ափսոս այս մասում քանդելով մեր կանալիզացիան բավականին ծաղիկներ վերացրել են, նորից ցանել ենք, մյուս տարի կլինի, շատ գեղեցիկ, արդեն ուզում են բացվեն մեր լիլիաները, բավականին ունենք, այստեղ կապույտ ծաղիկները դեռ ծաղկում են, շատ գեղեցիկ է ասեք, այստեղ էլ ցույց եմ տալիս գեղեցիկ ծաղիկները, որի անունն է, արդեն գիտեմ, ազալիա է, այս ռոզվի ծաղիկի անունը ազալիա է, սա մեխակն է, թուրքական, գեղեցիկ, սիրուն ծաղկել է, ազալիան էլ է շատ գեղեցիկ ծաղիկ, վարդերն են, մարգարիտկաներն են, այս ծաղիկն էլ կհիշեմ անունը, կասեմ ձեզ, սա էլ մեր ծաղիկներն են մեխակի նման, այստեղ էլ մեր իրիսներն են, բաց կապույտ և տեսնում եք այս գույնն էլ կար, ես չէի նկատել, բացվեց նոր գույնը երևաց կարիճնվի, այստեղ էլ է ծաղիկ, սա էլ վարդ է, այստեղ էլ իրիս ծաղիկն է, առաջի անգամ է ծաղկում, տեսեք կապույտ գույնն է, շատ ուրախացա, որ ունենք կապույտ գույնն էլ իրիսի, գեղեցիկ է շատ, այստեղ էլ Մարինկան ցույց է տալիս մեր լավանդաները, որոնք բավականին մեծացել են, պատրաստվում են ծաղկելու, կոկոն են տվել, գեղեցիկ, սիրուն ծաղիկներ ունի ասում են, առաջի անգամ է մեր պարտեզում տնկում լավանդա, միասին կտեսնենք, հենց սկսի ծաղկել ցույց կտամ, մեծացել են արդեն, սա դեռ չի փռվել, կփռվի, փոքր է երևի, կապույտ գույնի երևում է, տեսեք շուտով կծաղկի ծաղիկները, տեսնենք ինչպիսին է, շատ գեղեցիկ է, մանր ծաղիկներ է, սա էլ մեր տուաներն են, լավ մեծանում են արդեն, 1 տարի է տնկել ենք, աշնանը դնում, իսկ հիմա սիրելիներս ծաղիկները ցույց տալուց հետո ջերմոցի լոլիկներն եմ ձեզ ցույց տալի առանց մաքրած, բայց կապած է, տեսնում եք ինչ լավ ծաղկել է և մաքրածը ցույց կտամ, արդեն բարձրացրած լրիվ թելերի վրա, իսկ հիմա ցույց եմ տալիս մաքրած թելերը բարձրացրած մեր լոլիկի ջերմոցը, գլխի մասերում էլ վարունգ ենք դրել, սիրելիներս շուտ լինելու համար, դրսում էլ բավականին ունենք վարունգներ, սիրելիներս, արդեն շլանգով ջրել ենք, էլ չենք ջրի, թող մնա լավ, սևանա, ոնց որ մեր մեծերն էին ասում, պետք է լավ սևանա, կապտի, հասունանա, нոր կջրենք, շատ լավ ծաղկել է, սա էլ վառ Здравствуйте! Сегодня мы будем собирать мяту. Перед тем, как ее собирать, сейчас я вам покажу клубнику. Сейчас покажу, как уже начинает у нас краснеть клубника. Вот одна. Вот еще. Ой. Вот еще одна. Вот. Вот еще клубника. Вот еще 2 клубники. Вот еще одна. Вот тут вот. Вот. Вот.
Опа, вот одна. Тут нету. И все. Начинаем собирать мяту. Я буду ее собирать, а бабушка будет ее потом сушить, чтобы зимой мы пили чай и мохито делали. Вот так вот. Продолжаем резать. Я уже переместилась. И будем быстренько резать все. Мы уже не учимся. Я все хорошо закончила. Сегодня я пошла в школу помогать собирать вещи. У нас будет капитальный ремонт. Мы будем год учиться в Ульянинской и Никитской школе. Некоторые будут в Ульянинской, некоторые будут в Никитской. Завтра я тоже пойду им помогать. Ну, не только я пойду, и мои одноклассники тоже туда пойдут. Так, вот. Сейчас еще немного, и мы закончим. Я закончила. Вот так вот получилось. Достаточно много получилось. Сейчас отнесу домой. Мама помоет, высушит. Если вам понравилось видео, подписывайтесь, ставьте лайк, нажимайте на колокольчик. Всех люблю. Всем пока-пока. До новых встреч. Մարինկաս դաղցը քաղեց, վերջացրեց, ձեզ տեսություն ասեց, հիմա էլ նկարում է, թե հողամասում ծնողներն ինչպես են աշխատում։ Քախանում են, խոտերը ավլում են, մաքրում են, տեսնում եք, մեկը քախանում է, մյուսը խոտերն է հավաքում, ծառերի շուրջ բոլորն են մաքրելու, արդեն մաքրել են, տեսնում եք, մաքուր, ակուրատնի մի հատ խոտ չեն թողնում, այստեղ էլ են քախանել, սա մեր Հայաստանից բերված քիշմիշն է, ցուրտը տարել էր, նոր սկսել է աճել, բոլոր ծառերի շուրջ բոլորը քախանել են, փխրեցրել են, աշխատանքից եկել են, մի կտոր հաց են կերել, դուրս են եկել հողամաս աշխատելու, մաքուր, 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 այս վայրը այնպիսի վայր է, որ կարող է խոտել մնա, բայց ոչ, չեն սիրում իրենք, սիրում են, որ մաքուր, անգամ մի հատ խոտ չտեսնեն, այդպես միշտ մաքրում են, միշտ քախանում են, միշտ պետք է նստեն, վայելեն, որ մաքուր երևա իրանց աչքերի առջև, տեսնում եք մաքուր, այստեղ էլ մեր վարունգներն են, նայել, ինչքան գեղեցիկ է, չէ, այս տեսարանը, ծառերը, գեղեցիկ, կանանչ, ասեն, որ երեկոյան արդեն 9-ն է ժամը, մաքուր, մաքուր, մի հատ չոպ չես գտնի, այն ժամանակ ասեին, այնպես ենք մաքրում, որ մի հատ չոպ չես գտնի, ատամդ մաքրես, հիմա իմ հարսն ու տղային են, այդպես մաքուր է, ամեն պարագայում մաքրություն սիրում է, ամենտեղ սիրում են, որ մաքուր կոկիկ լինի, այստեղ էլ մեր դդմիկներն են, դեռ ծածկած է, բայց կբացեն, սա մեր դրսի ջերմոց չկա, այստեղ ծածկել ենք, բացել ենք, դրսի վարունգներն են, արդեն փայտերը խփած, թելերը կապած, բարձրացրած, սա բացօթյա է, իսկ ներսի մի քանի հատ շուտ ենք արել, որ երեխաները ուտեն, սա էլ մեր հողամասի մի մասը,
Դաղցը լված, հարսս դրել է, քամվել է, հիմա հաջորդ օրն է, արդեն պատրաստում է դաղցի հյութ լիմոնով, հիմա տարաները 3 հատ տարա լավ լվացել է, դրել է գազօջախի վրա, որպեսզի արդեն ստերիլիզացնի, կողքն էլ կաթսայով սիրոպի համար ջուրն է։ Հետևորդներ ջան, 3 տարա է լցնելու մարինես, 1 լիմոն է կտրտել հարսս, օղակաձև, հիմա լցնում է ամեն մի տարայի մեջ 3 հատ։ Շատ հաճույքով անում է, չի թողնում այրը լցնի, ասում է ես խաղել եմ, ես էլ մինչև վերջ կանեմ, դու միայն փակի, զակատի։ Առաջի անգամ է, որ դաղցով կոմպոտի նման ենք պատրաստում, փորձենք, միառժամանակ հետո բացելու ենք, փորձենք համը, եթե համեղ եղավ, 2 տարա էլ կպատրաստենք, որոշել եմ թարխունով էլ պատրաստենք, հիմա շատ գեղեցիկ, հանգիստ, գեղեցկուհիս դասավորում է տարաների մեջ, աշխատասեր մարինես, տեսեք ինչ գեղեցիկ ստացվեց, եթե գույն լիներ տանը, տորթի մի փոքր կդնեիք լավ կանանչ գույնի համար, չունենք, միայն թող իր համն ու հոտը և գույնը տա դաղցը։ Ուզում եմ սիրոպ էլ պատրաստեմ, մի քիչ ոտքս լավանա նոր, ապրի մարինեն, կեցցես իմ աղջիկ։ Սիրոպը արդեն լավ եռացել է շաքարավազով, պատրաստ է, շաքարավազը լցրել ենք եռման ջրի մեջ, եռում է արդեն, հիմա լցնում է տարայի մեջ հարսս և զակատի, սիրելիներս, հենց եռման կլցնի և փակենք։ Լիմոնադ, որ պատրաստում ենք, շատ համեղ է լինում, չգիտեմ, հիմա կոմպոտը ոնց կլինի, բացենք, համը կտեսնենք, ինձ թվում է համեղ կլինի, մի քիչ կսառեցնեմ, մի քիչ կչորացնեմ դեռ, ժամանակ կա հավաքելու, չորացնելու։ Հարսս արդեն սկսում է զակատել, սիրելիներս, արդեն կոմպոտի սեզոնը սկսվեց, ովքեր մեզ հետ զակատում են, անուշ խմեն ձմռանը, ուրախ, անփորձանք, առողջ ձմեռ լինի, վայելենք խաղաղ երկնքի տակ, թող բոլոր զինվորներին Աստված պահապան լինի։ Մեր կեշայի գեղեցիկ երգի ներքո էլ ավարտում եմ այս համեղ անուշ հոլովակը, մնացեք խաղաղությամբ իմ լավ բարեկամներ։